Քննչական կոմիտեն Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի միջոցով հերքել է Սամվել Կարապետյանի փաստաբանին։ Կարող ենք դնել մի կողմ։ Արամ Վարդևանյանը հինգշաբթի պարզաբանել էր, թե ինչու է Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուի ուղերձի տեսանյութը ստեղծվել արհեստական բանականության միջոցով։ Գործընկերներ եւ համախոհներ։ Փաստաբանը նշել էր, որ թեև վերացվել է Կարապետյանի հրապարակային խոսքի արգելքը, դատարանի որոշման մեջ ամրագրված չէ, որ Կարապետյանը կարող է տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալ։ Կարապետյանի պաշտպանական թիմը դիմել էր քննչական կոմիտե այդ հարցը հստակեցնելու համար։ Պատասխանը Վարդևանյանի խոսքով համարժեք է եղել մերժման։ Ի պատասխան քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել արդյոք դատարանի որոշմամբ թույլատրված է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի։ Այս պարզաբանմամբ քննչական կոմիտեն պնդում է, թե իրականությանը չի համապատասխանում պնդումը, որ քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու։ Խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ քննչական կոմիտեն հենց մերժել է։ Քննչական կոմիտեին դիմում հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյոք դա հենց նույն մերժումը չէ։ Վարդևանյանը բացատրում է, որ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է քննչական կոմիտեն։ Այսինքն, երբ քննչական կոմիտեն պնդում է, որ չի կարող մեկնաբանել դատական ակտերը, կիսաճշմարտություն է ասում, նկատում է պաշտպանը։ Չէ՞ որ եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա հասցեատերը գնահատման լինելու էր հենց քննչական կոմիտեն։ Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն քննչական կոմիտեն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի, կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազորություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման։ Քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք է պատասխանել այո կամ ոչ։ Հարգելի հայրենակիցներ։ Վարդևանյանի խոսքով քննչական կոմիտեի պարզաբանումից էլ ակնհայտ է, նրանք ինչ-որ իմաստով ընդունում են, որ մերժել են։ Ենթարկվել։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ քննչական մարմինն իրեն պատասխանում է Հայկական ժամանակի միջոցով։ Հենց Հայկական ժամանակ օրաթերթն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ եւ հենց առաջին աղբյուր հանդես գալիս։ Հիշեցման կարգով նշեմ, որ հենց Հայկական ժամանակ օրաթերթն էր, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու թե չէ երկարաձգելու հարցը, մենք էլ գտնվում էինք դատական նիստում, Հայկական ժամանակ օրաթերթը հրապարակում էր արել, որ արդեն իսկ կալանքը 2 ամսով Սամվել Կարապետյանի երկարաձգվել է։ Վարդևանյանը խնդրում է հնարավորության դեպքում Հայկական ժամանակին պարզել նաև դատախազության դիրքորոշումը, որովհետև ինքը դեռ պատասխան չի ստացել։ Դա նույնպես համարժեք է մերժմանը։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։